Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, որքան հայտնությունը Քրիստոսի մեզ եւ ձեզ մեծ ավետիս։ Անուն Հոր եւ Որդու եւ Ոգու Սրբո ամեն։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, միայն հատիկը ինքը կմնա, իսկ եթե մեռնի, բազում արդյունք կտա։ Ով սիրում է իր անձը, կկորցնի այն, իսկ ով այս աշխարհում իր անձը ատում է, այն կպահի հավիտենական կյանքի համար։ Եվ եթե մեկը ինձ ծառայի, իմ ետևից կգա, եւ ուր ես եմ, այնտեղ կլինի իմ ծառան։ Եթե մեկը ինձ ծառայի, նրան կպատվի իմ հայրը։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս ծնվեց եւ որպես ցորենի հատիկ մեռավ եւ բազում արդյունք տվեց։ Ինչն էր արդյունքը։ Քրիստոսի եկեղեցին, Սուրբ Պատարագը, մարդկային ցեղի փրկությունը։ Քրիստոս իր մահվամբ այս արդյունքը շնորհեց մեզ։ Բայց մինչև մահ ինքը ծնվեց աշխարհ եկավ սրա համար։ Եվ ինչ է ասում։ Ասում է, ով որ փորձի իր անձը պահել այս աշխարհի մեջ, վերջը կորցնելու է։ Մահվան օրը կորցնելու է, Աստծո դատաստանի օրը կորցնելու է։ Իսկ ով որ դրա մասին չմտածի, իր անձը այս աշխարհի մեջ կորցնի, իր անձը չփորձի պահել, իր անձը պիտի հավիտենական կյանքի մեջ պահվի։ Երկնքի արքայության պիտի արժանանա։ Ով որ այս աշխարհի կյանքը կփորձի ապրել իր ուզածով, իր կամքով, իր ցանկություններով, իր մտքերով եւ իր խորհուրդներով, վերջում ունայնություն պիտի ձեռք բերի։ Ով որ այդ ամեն ինչից կհրաժարվի եւ այս կյանքը կապրի ըստ Աստծո կամքի, ոչ թե իր ուզածով, այլ Աստծո ուզածով, ոչ թե իր ցանկություններով, այլ Աստծո պատվիրանով, կապրի այս կյանքը, հավիտենական կյանքի համար կպահի իր անձը, կարժանանա հավիտենական կյանքի։ Եվ ասում է, եթե մեկը ինձ ծառայի, իմ ծառան կլինի այնտեղ, որտեղ որ ես եմ։ Ուրեմն ինչ է մարդու կյանքը։ Մարդը պիտի իր կյանքի ընթացքում Աստծուն ծառայի։ Եվ քիչ առաջ այստեղից ընթերցվեց Սուրբ Ստեփանոսի նահատակության դրվագը։ Սուրբ Ստեփանոսը առաջին նահատակն էր քրիստոնեական եկեղեցու, որի մասին պատմում է Գործք առաքելոցը։ Եվ Ստեփանոս նշանակում է պսակ։ Այսինքն մարդը, որ ապրում է այս կյանքը, պիտի վերջում պսակի արժանանա։ Առաքյալն էլ ասում է կյանքս ապրեցի, պատերազմեցի, ինձ սպասում է պսակը։ Ուրեմն ամեն մարդ պիտի պսակի արժանանա այս կյանքի վախճանին, եթե իր կյանքը ապրում է այնպես, ինչպես Տերն է ուզում։ Որովհետև մենք ասում ենք կա մարտնչող եկեղեցի, կա հաղթանակած եկեղեցի։ Մարտնչող եկեղեցին կամ զինվորյալ եկեղեցին մենք բոլորս ենք։ Հաղթանակած եկեղեցին նրանք են, ովքեր այդ պատերազմը հաղթեցին եւ երկինք գնացին։ Իսկ հաղթողներ ինչ է շնորհվում։ Պսակներ։ Հաղթողները պսակ են կրում իրենց գլխին։ Հիշում եք 40 մանուկները, որոնք Սեբաստիայի լճի մեջ նահատակվում էին։ Հանկարծ գիշերվա կեսին երկնքից լույս ծագեց եւ 40 պսակ իջավ իրաց գլխին։ Եվ ելի շատ սուրբերի նահատակության պարագաներին, թե ինչպես նահատակության ժամանակ պսակների էին արժանանում, տեսնում էին ապրողները այդ պսակները։ Եվ եկեղեցին էլ այս խորհրդով սրբերի գլուխների շուրջը լուսապսակ է պատկերում, պատկերագրության մեջ, սրբապատկերների մեջ։ Ուրեմն Աստված ուզում է, որ մենք բոլորս պսակների արժանանանք։
որ մենք արժանանանք երկնքի արքայության, լույսի, փրկության, հավիտենական կյանքի։ Քրիստոս սրա համար է ծնվել աշխարհ եկել։ Քրիստոս ուրիշ բանի համար աշխարհ չի եկել։ Եվ եթե մենք մի քիչ ուշադրություն դարձնենք առաջին նահատակի կյանքին, Սուրբ Ստեփանոսին, ինչ էր անում։ Աչքերը հառած էր երկնքին։ Երբ պատյանում կանգնած իրեն դատում էին, ինքը խոսում էր, ինքը աչքերը երկինք բարձրացրած էր կանգնել։ Եվ ինչ ասաց։ Ասում է իր դեմքը հրեշտակի նման էր։ Եվ ասաց, ահա տեսնում եմ երկինքը բացված եւ մարդու որդին կանգնած Աստծո աջ կողմում։ Այսինքն Քրիստոսին էր տեսնում, Աստծուն էր տեսնում։ Մենք ցավոք սրտի մեր աչքերը այս աշխարհին հառած ենք ապրում, երկնքին հառած չենք ապրում։ Ինչին մեր աչքերը հառենք, այն էլ կժառանգենք։ Եթե աշխարհին, աշխարհն ենք ժառանգելու, իսկ աշխարհի վաղճանը կործանում է։ Եթե երկնքին, ապա երկնքի արքայություն։ Եվ ինչ էր անում Ստեփանոսը։ Իրեն քարկոծում էին, գլուխը քարերով ջարդում էին, ինքը խաղաղ էր։ Եվ ինչ էր ասում։ Ասում էր. Հայր, քո ձեռքերի մեջ եմ հանձնում իմ հոգին, սա սրանց մեղք մի համարիր։ Այսինքն չարություն չկար, նույնիսկ իրեն նահատակողների հանդեպ։ Այ Աստված ուզում է, որ մենք հասնենք այս վիճակին, որ մեր սրտի մեջ չարություն, նենգություն, ողակալություն չլինի։ Որ մեր սրտից իսպառ մերժվի ատելությունը, չարիքը։ Դրա համար մեր Տերն ասեց, սիրեցեք ձեր թշնամիներին, իսկ մենք ոչ միայն մեր թշնամիներին, այլ մեր մերձավորներին չենք սիրում։ Օրհնեցեք ձեզ անիծողներին, անիծող, մի կիսատ պռատ մեզ ոչ հաճելի խոսք են ասում, մենք արդեն ուզում ենք այդ մարդուն խեղդենք։ Բարիք արեք ձեզ չարիք գործողներին, իսկ մենք պես բարիք գործողներին բարիք չենք անում, ուր մնաց թե չարիք գործողներին բարիք անենք, բայց ճանապարհը է սա։ Եվ կյանքն էլ հենց դրա համար է տրված մեզ, որ մենք ամեն օր մեր կյանքում աղոթելով, Աստծո ողորմությունը խնդրելով հասնենք այդ վիճակին, հասնենք այդ ներքին վիճակին, որ սկսենք սիրել թշնամիներին, օրհնել անիծողներին, բարիք գործել չարիք անողներին։ Այսինքն Ստեփանոսին մեր աչքերի առաջ ունենալով, որպես առաջին պսակակիր, հա? Քրիստոնեական առաջի պսակակիրն էր, որ արժանացավ պսակի իր անվան համաձայն։ Մենք էլ ճանանք այդ ճանապարհով ընթանալ, բայց մենք կարճած ենք այս աշխարհի իրողություններին։ Պողոս առաքյալն ասում է, մահը ինձ համար շահ է, որտեղ Քրիստոսին պիտի միանամ։ Հիմա մեզանից ով կարող ասի, որ մեզ համար մահը շահ է, բայց ասում է իմ ապրելը ձեզ համար է, որպեսզի ձեզ օգտակար լինեմ։ Այսօր Սուրբ Ծննդյան երկրորդ օրն է եւ մենք կատարում ենք ննջեցյալների հիշատակ, հոգեհանգստի կարգ մեր բոլոր ննջեցյալների համար։ Եվ աղոթում ենք, որ մեր բոլոր ննջեցյալները ի Քրիստոս ննջած մեր բոլոր հարազատները, բարեկամները, ծանոթները եւ անծանոթները արժանանան երկնային պսակների, արժանանան լույսի եւ երկնքի արքայության, որտեղ Քրիստոս միայն սրա համար եկավ։ Քրիստոսն եկավ մեր փրկության համար, որպեսզի մենք արժանանանք երկնքի արքայության, փրկության, լույսի եւ հարության։ Աղոթենք, խնդրենք իրենց համար եւ մտածենք նաեւ մեզ համար, որ մենք էլ այդ նույնի կարիքն ունենք։ Մենք էլ կարիքն ունենք մեր կյանքի բաղճանին, մեր մարտի ավարտին հասնելու երկնքի արքայության։ Եվ խնդրենք, որ Աստված իր ողորմությամբ մի օր էլ մեզ արժանացնի այդ շնորհին, այդ ողորմությանը, այլապես մեր կյանքը կլինի իզուր
իզուր ապրված այս աշխարհի մեջ, եթե պիտի չհասնենք լույսի, փրկության եւ հավիտենական երանության, եթե պիտի այնտեղ չլնենք, ուր մեր Տերն է, ասեց, ով որ ինձ ծառայի, այնտեղ կլինի, ուր իմ Տերն է։ Իսկ Ստեփանոսը ծառայում էր Քրիստոսին եւ այդ ծառայության համար նահատակվեց։ Ուրեմն մեր կյանքի նպատակն էլ պիտի լինի ծառայել Քրիստոսին, ոչ թե ծառայել աշխարհին, ծառայել Աստծո կամքին, այլ ոչ թե մեր ուզածը անել այս աշխարհի մեջ։ Փուչ բաներին, ունայն բաներին չծառայենք, ունայն բաները անցնելու են։ Եվ նորից ու նորից ես հիշում եմ ու չեմ կարողանում իմ մտքից անել այդ անմիտ մեծահարուստի պատմությունը, այդ երիտասարդի, որը չհրաժարվեց իր ունեցվածքից հանուն երկնքի արքայության։ Ասում է, անմիտ մարդ, մի օր Աստված քեզ պիտի հրաժարեցնի, երբ որ կյանքդ ավարտվի, միևնույն է, այդ ամբողջ քո մեծ հարստությունից մի լումա հետը չես տանելու, բայց արդեն անօգուտ է լինելու, որտեվ դու կամովին չհրաժարվեցիր, դու կառչած մնացիր, մահը քեզ հրաժարեցրեց այդ ամեն ինչից։ Լավ չի, մինչև մահը մենք հրաժարվենք, որպեսզի մահվան օրը արժանանանք Աստծո ողորմությանը, Աստծո սիրո համար, Աստծո պատվիրանի համար, Քրիստոսին ծառայելու համար։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի, մեզ եւ ձեզ մեծ հավերս։